Դուք տեսնում եք տեսանյութ, որտեղ քաղաքական գործիչն ասում է ցնցող մի բան։ Դուք ստանում եք զանգ մեկից, որը հնչում է ճիշտ ինչպես ձեր բանկը։ Դուք կարդում եք լրատվական հոդված կատարյալ լեզվով եւ համոզիչ մանրամասներով, բայց դրանցից որևէ մեկն իրական չէ։ Ինչ կարող է ստեղծել արհեստական բանականությունը։ Այսօր արհեստական բանականությունը կարող է ստեղծել կեղծ տեսանյութեր, որտեղ իրական մարդիկ ասում են բաներ, որոնք երբեք չեն ասել։ Այն կարող է ընդօրինակել ցանկացած մարդու ձայնը ընդամենը մի քանի վայրկյան ձայնագրությունից։ Այն կարող է րոպեների ընթացքում գրել հազարավոր կեղծ լրատվական հոդվածներ եւ կարող է ստեղծել լուսանկարներ այնպիսի իրադարձությունների, որոնք երբեք տեղի չեն ունեցել։ Ինչու է սա կարևոր։ Այս տեխնոլոգիան արդեն օգտագործվում է ընտրությունները մանիպուլացնելու, ձայնային խարդախություններով գումար գողանալու, կեղծ պատմություններով համայնքները բաժանելու եւ իրական լուրերի նկատմամբ վստահությունը ոչնչացնելու համար։ Նպատակը շփոթությունն է, երբ մարդիկ չեն կարողանում հասկանալ ինչն է իրական, նրանք դադարում են վստահել ամեն ինչի։ Ինչպես պաշտպանվել։ Ինչպես կարող եք պաշտպանվել։ Առաջին, կասկածանքով վերաբերվեք չափազանց հուզական բովանդակությանը։ Եթե տեսանյութը կամ ձայնագրությունը ձեզ շատ է զայրացնում կամ վախեցնում, դադար տվեք նախքան տարածելը։ Երկրորդ, ստուգեք պաշտոնական աղբյուրներով։ Եթե քաղաքական գործիչը իբրև ինչ-որ բան է ասել, ստուգեք նրա պաշտոնական էջերը։ Երրորդ, ուշադրություն դարձրեք նշաններին, անբնական թարթում, շուրթերի տարօրինակ շարժումներ, ձայնի անսովոր որակ։ Չորրորդ, եթե կասկածում եք, մի տարածեք։ Ավելի լավ է ոչինչ չտարածել, քան սուտ տարածել։ Արհեստական բանականությունը գործիք է, այն կարող է օգտագործվել թե լավ, թե վնասակար նպատակներով։ Ձեր տեղեկացվածությունն ամենալավ պաշտպանությունն է։ Մտածեք նախքան հավատալը, ստուգեք նախքան տարածելը։ Մտածիր, ստուգիր, պաշտպանիր։